Ամուսինս վայրենական զինվորական է, ողջ է բարձանում 15 օր, գալիս է, բայց ջուր չի լինում։ Այդ խնդիրը պետք է լուծվի։ Զինծառայողի կին 4 երեխաների մայր Քրիստինե Հայրապետյանն արցունքն աչքերին է բարձրացնում գյուղում խմելու ջուր չունենալու խնդիրը։ Բազմազավակ մայրը առօրյա կենսական նշանակություն ունեցող հարցերը չի կարողանում լուծել։ Քան ժամանակ խմելու ջուրը չկա, մեքենաներով են բերում ու ժողովուրդը դրանով են բավարարվում։ 4 հատ երեխա կա, փոքր դպրոցական է, ոչ ջուր, երեկվանից ջուր չկա տունը։ Երեխեքը չիմանա որտե տանք լողացին։ Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրում խմելու ջուր չունեն, աշխատանքային օրերին ջուրը մեքենաներով են բերում, բաժանում ժողովրդին։ Տարածքի մակերևութային աղբյուրները վայրկյանում 1 լիտր ջուր են ապահովում, որտեղից էլ գյուղը ամբողջ օրվա կտրվածքով ջուր ստանում է հաշված ժամեր։ Մեսին է ժողովուրդը, 4 երեխա ունի, երեք ոչ կարացել բան լվեսկանի ոչ էլ իր հարցը։ Գուրգեն Գրիգորյանը ստանձնել է ջուր բաշխելու բարդ ու դժվարին պատասխանատվությունը, չի կարողանում բոլորին ջուր մատակարարել։ Յուրաքանչյուր թաղամաս ամենաշատը 10 րոպե է ջուր ունենում, որի ընթացքում շատերին ջուր էլ չի հասնում։ Ամբողջ գյուղին 2 ժամով ջուր եմ տարել։ 2 հոգու ջուր ալեմ, 4 հոգու չիլը։ Ջուր չկա, ոտ չկա, անձրև չկա, մսայել ջուրը, պաքսելա ջուր չկա вообще։ Ժողովրդես այդ բողոքը, մասիսյանց խթել են, սիստերո ջուր են բերում, ժողովրդին ջուր են բաժանում։ Բնակիչները վրդովված բողոքում են, իսկ վարչական ղեկավարը վստահեցնում է, որ շուտով բոլոր հարցերը լուծում կստանան։ Նախագծերը պատրաստ է, շինարարը կա, մրցույթը հայտարարված է, շինթույլտվությունը տված է, ասել են սեպտեմբերի 20-ին մի 20 օրվա ընթացքում այդ խողովակները կփոխեն։ Հենց որ փոխեցին, մեր բաժին ջուրը կդան։ Գյուղը ոռոգման ջրի խնդիր էլ ունի, որը տնտեսությանը մեծ վնաս է հասցրել։ Արդեն 3-րդ ամիսն է մեծ ոռոգման ջուր չունենք, այգիները լրջորացել է, ժողովուրդը, որ ինչ պետք է աշուն ասենք, մի քիչ աշխատեին, կուտակեին, չունեն։ Всё, սա հեչայղ է։ Տոլորսը ամենավերջին գյուղն է դարել, որ այսօր մարդիկ իրանց հողամասով ամեն ինչ եկամուտ ստանում են, բայց այսօր 2 ամսից ավել ոռոգման ջուր չի եղել։ Ոռոգման ջրի հարցերով էլ բարեգործական ընկերություններն են գործնական քայլերի անցել, սակայն աշխատանքների ավարտը նախատեսվում է մյուս տարվա գարնանը։ Թե որքան ժամանակ Տոլորսն առանց ջրի կմնա, առայժմ ոչ ոք հստակ պատասխան չի տալիս, փաստն այն է, որ հարցի լուծման ավարտը չի երևում։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։